Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։ Սրա մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Մարագոսի խոսքով դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։ Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Ներդրումներն իրականացվում են Եվրամիության բյուջեից վարկերի տեսքով, որոնք վերցնում է Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նաև Եվրամիության այլ գործընկերների կողմից արվող ներդրումները դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում։ Ինչպես հայտնում է դեսպանը, 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են կանաչ Երևան նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված ման մագնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի և Վրաստանի միջև։ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի արևային ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և տարածաշրջանի հաղորդակցությունների բացումը, որը խաղաղության գործընթացի շրջանակներում հուսամ տեղի կունենա, բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի, նշել է ԵՄ դեսպանը։